Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ լավ է, շատ բարձր, ճիշտ է օրը շատ շոգ է, առավոտ 10 անցա, բայց այն ձևի տոթ է, որ վենտիլյատորն էլ չի օգնացել մեզ, ուրեմն առավոտից արթնացել եմ, սիրելի հետևորդներ ջան, տարբեր գործերի մեջ ընկել, որից հետո այս տեսանյութը ուզում եմ այսօր արդեն իսկ ավարտին հասցրած լինեմ, գիտեք, որ գալիս եմ ստեղ, ինչ շատերդ եք ասում, ինչ խնդիր կա Ալեքսի մոտ, էսա այնա, մի րոպե դուռը փակեմ, ես երբեք ոնց եմ ասում, չեմ նեղվում, սիրելի հետևորդներ ջան, ու բանա, չեմ էլ թաքցնում, միշտ ասել եմ, չէ մկանի խնդիր ունենք, մարզանքների ենք գալիս, դուք էլ շատ անգամ ասում եք, տղա երեխա է, թող ոտը թեք դնի, ես էլ նի են ելնի, դե հասունացման շրջանում, ինչքան որ կարամ փորձելու եմ իրան օգնեմ, այսինքն ոնց օգնեմ, տանից տեղից կտրվեմ, վեր կենամ կամ շոգ լնի, ցուրտ լնի, արև ու անձրև լնի, ինչ լնի, ես իմ ծնողական պարտքը միշտ ուզում եմ իմ բալայի առաջ տված լնեմ, որ խիղճս հանգիստ ապրեմ, խղճի հանգստությունը իմ համար մի ուրիշ կարևորագույն պահ է։ Շատ դեպքերում ինչ շատ են ասում, իզուր ես գնում, իզուր ես քեզ տանջան, երեխուն էլ հետը, այդ թվում մաման, միշտ ասում, ասնան չի, վերջելի, իմ թորանը մի տար, սենց մի արա, բայց եթե իմանամ արդյունք չկա, կասեմ հադե մարդիկ ճիշտ են ասում, արդյունքը կա, շնորհակալ եմ, թե այս հաստատությանը, թե այս հաստատության բոլոր աշխատակազմին, սկսած մաքրուհուց, մինչև տարբեր հաստիկներում աշխատող մարդկանց, ու այսօր իմ առանձնահատուկ ու յուրահատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնածլնեմ մեր ֆիզիոթերապիստ Դավիթին, չգիտեմ ճիշտ կանեմ ազգանունը տված լնեմ թե չէ, բայց ինձ թվում է անունը իրավունք ունեմ որ տամ, ժողովուրդ, ոնց բացատրեմ, իմ այստեղ գալով, ես չեմ սիրում մեկին փնովեմ, մյուսին վերև բարձրացնեմ, մեկին ասեմ լավն է, մյուսին ասեմ վատն է, որովհետև ես մասնագետ չեմ, դրա իրավունքն էլ հաստատ 100% չունեմ, բայց որպես մամա, որպես ծնող, կարամ չէ, իմ մեջ հետևություն անեմ, ասեմ օրինակ այս մարդն ավելի լավ էր աշխատում, ավելի ջանասիրաբար, ավելի սենց մանրակրկիտ, ավելի համբերատար, ավելի ուշադիր, ավելի պարտաճանաչ, ավելի, ու ինչքան ավելի ասեմ, առանց ամաչելու ես կվերագրեմ հենց Դավիթին, մարդ, ով մի քիչ կոպիտ ու սենց տնավարի հավեսով ասեմ, ջահել տղայա, ոնց հասկացել եմ ընտանիք չունի, որովհետև ավարտել է ու եկել ստեղ աշխատում, բայց մի հատ հոգատար, մի հատ համբերատար, համեստ, զուսպ, շնորհքով իրա գործին գիտակ մարդ է, ում հետ, որ ոնց ասեմ, ամաչում ես երկու բառ ավել ասես, որովհետև ինքն ենքան ջանասիրաբար ու ուշադիր իրա գործն անում ու Ալեքսիս դե երեխեն սկզբի 2 շաբաթ էլի հավեսով անում է իրա գործը, հետո արդեն հոգնում է, որովհետև ամեն օր նույն բանը, ամեն օր նույն առօրյան, նույն ժամը, նույն պարապմունքը, պարզավոր հոգնեցուցիչ կլինի երեխի համար, ինչքան որ ուզում է ես իրա օրը փորձեմ գունավորեմ, սիրելի հետևորդներ ջան, վերջելի տեսել եք, ստեղ տանեմ, ընդեղ տանեմ, ու երբեք, օրինակ, շատ անգամ ա եղել, մանավանդ այս վերջի օրերին, Ալեքսն ասել է, էլ չեմ անի, էլ սենց, էլ նենց, Դավիթը իրա լեզուն քթել է, հա դու ճիշտ ես, հա իհարկե չես անի, էս էլ արա նոր, էս էլ սենց, էս էլ նենց, ասելիքս ինչա, որ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ հենց այդ մարդուն, ով համ թերապիստ է այդ պահին, համ հոգեբան, համ համբերատար մարդ, լավ անձնավորություն,
Եկեք ասենք, որ բարի գործ են անում, էլի սիրելի հետևորդներ, այս տիպի հաստատությունում աշխատող ցանկացած մարդ, դա կլինի հատուկ մանկավարժ, դա կլինի լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, այնտեղ լողի աշխատողներ, էլ ինչ մասնակից, էրգոթերապիա կա, մի խոսքով տարբեր բաներ կա, ես դե ամեն բաներից մենք չենք օգտվում, մարդիկ տարբեր խնդրով, տարբեր բաներից են օգտվում, սիրելի հետևորդներ, մենք հիմնականում օգտվում ենք հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, շնորհակալ եմ թե մեր ընկերանից, թե մեր ընկեր Լիլիայից, թե ընկեր Կարայից ու շատ շնորհակալ եմ նաև մեր ընկեր Դավիթից, որովհետև այն որ ինքը համբերատար ձևով աշխատում է, անբացատրելի է, այն որ Ալեքսը ոնց բացատրեմ, սկսել է կիսատ պռատ կես ամաչելով, կես չէ, տեսեք օրինակ զույգերը կարան եթերում հեքիաթ պատմեն, այս անեն, են անել, Ալեքսը ամաչում է, որովհետև ինքը գիտի, որ իր մոտ լավ չի ստացվում, բայց արդեն էդ էլ ենք հաղթահարում, էդ էլ շնորհակալ եմ և մեր ընկերանին, Լիլիային, Կարային, այդ երեքի համատեղ աշխատանքով, բարև ձեզ, այս հենց բաններ, սիրելի հետևորդներ, մի խոսքով բոլորից էլ շնորհակալ եմ ու այսօր եկել է այն հավես պահը, որ երկար էի մտածում էլի սենց տեսանյութ անեմ, չանեմ, բայց ինչի չանեմ, որ եթե մարդիկ ջանասիրաբար օգնում են, սեր են ներդնում, հոգի են ներդնում ու բարի գործ են անում երեխեքի համար, դա անգնահատելի ու անբացատրելի, էլ չասեմ բժիշկուհու մասին, էլ չասեմ տնօրենի մասին, մի խոսքով բոլորից շատ շնորհակալ եմ ու քանի որ շատ հարցեր էի ստանում, Անահիտ ինչ եք անում ֆիզոյին, Անահիտ սենց, Անահիտ նենց, Անահիտ նենց, սիրելի հետևորդներ, ամեն անգամ, Ալեքս մի քիչ իջացրու ապեր, ամեն անգամ պահը, ասենք բռնացրել եմ 2 րոպե, 1 րոպե, 3 րոպե, որ պահից ոնց, սենց կտոր նկարահանել եմ ու մտածել, որ ձեր հարցերի պատասխանը կարողանամ տված լինեմ, սիրելի հետևորդներ, միգուցե մեկիդ էլ օգնած կլինեմ, ու հիմա իմ այս խոսքից հետո զետեղ եմ ամենը միտեղ, տեսեք, ու ինձ թվում է արդեն ստացած կլինեք ձեր հարցերի պատասխանները, այնպես որ անցնենք առաջ։ Մոռանալով ասեմ, չմոռանալով նորից կրկին ու կրկին իմ շնորհակալությունը հայտնելով, իմ երախտիկի խոսքը հայտնելով բոլորին սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է, ես անձառանձ ասում եմ, իմ շնորհակալական խոսքը միշտ էլ ասել եմ, ասում եմ, այն որ հասկացնում եմ էլի, որ ես շնորհակալ եմ շատ, բայց ինչի՞ չէ, եթե հնարավորություն ունեմ օնլայն հարթակում ասելու ու նման ավանդ մեր առօրյան ցույց տալու, ոչ թե պետք է, այլև պարտադիր է, որ ես էլ ցույց տամ, այնպես որ անցանք գործի։ Ինձ բռնեն սինքի մեջ Անպայման։ Բռնիսին։ Դե մի դու մենակով արատենամ կարամ, թու նման, ապրես, իրունանը, տենեմ ես, որ գիտես։ Հետ պտտի։ Մի րոպե։ Անդրադալի կողորինակ,
Akşıda çena. Teyzeki meçhul. Ոնց ասես, մեծ ախպեր։ Եվ շատ սիրելի բաժաններ գարանտիվել հինգի մեջ։ Տևս դեար։ Այն որ շուտ տանում ես, այդ տենց էլ արա, մի քիչ շուտ։ Շուտան մի շանակ։ Ահա։ Իմ սիրուն։ Շուտ, մի քիչ շուտ արա։ Ահա։ Մեկ։ Քիչ։ Մի քիչ խորնես իջնել։ Խորը։ Մի քիչ էլ իջի։ Խորը։ Էլի իջի։ Խորը։ Մի փոքր խորը իջ։ Էլի։ Խորը։ Ահա, էլի։ Հիմա 3 հատ խորնես արա։ Իջի։ Լավ իջի, էլի։ Մեկ իջի։ Արի, իջի։ Մեկ։ Խորը։ Իջի, էլի, իջի, երկու, մի հատ է։ Խորը կարած իջնես։ Չէ։ Սա իջ։ Իսաստր։ Բարդուհան։ Նայ, նա։ Այդպես ծկի առաջ։ Ոտերը բացասնես։ Ուղի, Ծկները չի ծկի։ ծաղում։ Սպասի։ Գնաց, այսինք սեղմի։ Սեղմի։ Էլի։ Սեղմի։ Երեք հատ։ Սեղմի։ Էլի։ Սեղմի։ Սեղմի, այսպես մենակով դու սեղմի։
Ալեքս ջան, Ալեքս, Ողջ ուշան։ Չէ, ուսալա, չէ, ինձ։ առաջ տար։ Ասա տարա։ Հետ ենք բարձրանում։ Պատտվի, Հետ ենք բարձրանում։ պատտվի Ալեքս։ Երկու ոտքով բարձր։ Դեպի մահար։ Ասած հետ բարձր։ Հիմա դες ոտով բարձրացի։ Աչով Ալեքս, աչով, Շատ շնորհակալություն։ նկար, Երեք, չորս, հիմա հակառակը, դու ես փակը, մեկ, երկուս, երեք, չորս, հինգ, Նկարի էլի։ նկար, յոթ, ձեռներով կարանց օգնես կողքից։ Այսինքն սեղմի մացած։ Կան։ դե բարձրացի, Աղից մեկ, ուղիղ բան, նայ, դու ձեռներով այսինքն կողքերից բռնես ու շտես, քեզ ավելի օգնես։ վայա, Ակրես, էլի, երեք, էլի, բռնի ձեռքերով, ոնց ասամ Դավիթը, բռնի, նորից։ Ես մի քիչ օգնում եմ։ Հիմա փափոս էլի պետք անես, մի վրազի, էլի պետք Ալես, անես, կտմի ծավը։ Սեզ մենակ թաթիտ առաջ։ այդ էլի, Սեզ խի ես ծունգը թող, ես մի ան, ակրես։ Ինչ արել Մարգարիան։ Հապր, էլի, Մի հատ է։ Ալեքս, մյուսը,
Նստիահներ։ Նստիահներ։ Նստի դե։ Ոտքերը բարձրացնելու ես հետ, ծնկները չի ծալվում, հիշում ես, չէ? Ալեքս, սեղնի, ասին սեղնում ես, երկուս, երեք, գնաց, չորս, ձեռներով մի սեղնի էր, ոտքերից սեղնի Ոտքերով։ սեղնի, Էլի Ալեքս։ սեղնի, Օգնիր։ սեղնի ենք այսպես, Տեսախ։ մի հատ էլ, չորս, բարձր, չեն հաշվում, Կպի Դավիթի ծառին։ Էլի։ 6, Էլի։ 7, Էլի կպի։ 8, բարձր, Կպի Ալեքս։ 9, չեն հաշվում, մի հատ մնաց, կպի, 10, Դեկել, հա։ բայց